Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք։ Ինչու սև ու սպիտակ ֆոնով, որովհետև հետ եմ գնալու միջնադար։ Գնալու եմ Ռոբերտ Քոչարյանի, այսինքն Չայացուի անցյալ։ Որոշել էի մի քանի օր հանգստանայի, բայց ինչպես տեսնում եք, հանգիստս չեմ կարող կազմակերպել, որովհետև գլուխն ու գլխի տղան թույլ չեն տալիս։ Այսօր բոլորս ականատես եղանք, ինչ տեղի ունեցավ ազգային ժողովում։ Սա ունի հստակ պատասխան, եւ ես հենց հիմա բոլորիդ կներկայացնեմ Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը եւ թող գլխի տղան, այսինքն Լևոն Քոչարյանը գա ու լսի իր հոր կենսագրությունը։ Կենսագրության հետ կապված ինձ օգնել են իմ ադրբեջանցի ընկերները։ Հիմա հասկանում եք, ես ինչի եմ մեր հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ։ Իրենք էլ են ինձ օգնում։ Ուրեմն հայտնաբերել օրվա սրիկաներին։ Քանի որ շատ երկար էր նրա կենսագրությունը, փորձեմ կարդալով, որովհետև չեմ կարող այդքանը պատմել, ուրեմն այսպես։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծնվել է նախկին Ադրբեջանի ԽՍՀ Դաշկեստանի շրջանում։ Մայրը Հասմիկ Սոկրատովնան, աղջիկ ժամանակվա ազգանունը անհայտ է, հայրը Մամեդով Մեջիդը աշխատել է Դաշկեսանի շրջանի Ռոնոյի վարիչ։ Հասմիկ Քոչարյանը աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի Դաշկեսանի շրջանի Շարուքար գյուղի միջնակարգ դպրոցում։ Անհայտ է, թե ինչպես են նրանք ծանոթացել, սակայն լինելով Ռոնոյի վարիչ, Մեջիդ Մամեդովը Հասմիկին նշանակում է նույն դպրոցի տնօրեն։ Նրանք սկսում են հանդիպել եւ այդ ժամանակ էլ ծնվում է փոքրիկ Ռոբերտը, այսինքն Չայացուն։ Հասմիկը թաքցնում էր երեխայի ծնունդը, քանի որ հարաբերությունները Մեջիդի հետ օրինական չէին։ Երբ Ռոբերտը դառնում է 2 տարեկան, Հասմիկը նրան հանձնում է հարազատներին Ստեփանակերտում, ներկայիս անունը Խանքենդի, Ղարաբաղի ինքնավար մարզում։ Որոշ ժամանակ անց Հասմիկն ամեն դեպքում ամուսնանում է Քոչարյան Սեթրակի հետ, ով մեկ ձեռքի աշխատունակություն ուներ եւ այդ ժամանակ աշխատում էր որպես հաշվապահ Դաշկեսանի սոցիալական ապահովության բաժնում։ Այս ամուսնությունը պետք էր Հասմիկին եւ Մեջիդի գաղտնի կապերը թաքցնելու համար, այսինքն Հասմիկը ամուսնացել է, որպեսզի իր եւ Մեջիդի գաղտնի կապը թաքցնի։ Մեջիդի կողմից Ռոբերտը ուներ 3 եղբայր՝ Մարդան, Փիրխան եւ Էլմանը, որոնք ներկայումս ապրում են Գյանջայում եւ բոլորը զբաղեցնում են հեղինակավոր պաշտոններ։ Դաշկեսանի շրջանի առաջին քարտուղար Ալի Սուլեյմանովին նույնպես շատ էր դուր գալիս Հասմիկը, եւ Մեջիդի ու Ալիի միջև սկսվում է գաղտնի մրցակցություն։ Գործը հասնում է նրան, որ Ալի Սուլեյմանովը Մեջիդ Մամեդովին պահանջում է 24 ժամվա ընթացքում լքել շրջանը, ինչն էլի վերջո տեղի է ունենում։ Մեջիդ Մամեդովը տեղափոխվում է Խանլար, Գյոյ քաղաք, իսկ Ալին Հասմիկին նշանակում է Դաշկեսանի շրջանի մշակույթի բաժնի վարիչ եւ սկսում համատեղ ապրել նրա հետ։ Հետագայում Հասմիկը աշխատում է որպես շրջանի Կոմկուսի 2-րդ քարտուղար, մինչև 1988 թվականը։ Թե ինչպես է մեծացել Ռոբերտը եւ ինչ պայմաններում է, դա առանձին թեմա է։ Սակայն 1970-ականների կեսերին Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է ԼՂԻՄ ՎԼԿՄ առաջին քարտուղար։ Մեջիդ Մահմեդովը մահացել է, նրա գերեզմանը գտնվում է Խանլար քաղաքում։ Այս իրադարձությունները կարող են հաստատել Դաշկեսանի շրջանի Շարուքար գյուղի հին բնակիչները եւ փախստականները։ Գլխի տղա, ես քեզ խոստանում եմ, ես մեկնելու եմ Դաշկեսանի շրջանի Շարուքար գյուղ ու հարց ու փորձ անեմ քո հոր ով լինելու մասին եւ այդ բոլորը ներկայացնելու եմ հանրությանը փաստերով։ Եթե դու մի անգամ էլ քեզ իրավունք վերապահես, ազգային ժողովում ձայն բարձրացնես ու հայհոյանք տաս։ Սա ձեր հորդ ժամանակվա ազգային ժողովը չի, որ ինչ ուզեք անեք։ Հասկացաք ինչ եմ ձեզ ասում։ Մի հատ հորդ կենսագրությունը մանրամասնությամբ ուսումնասիրի, հետո նոր գնա ազգային ժողով ելույթ ունեցի։ Գոնե տեղյակ ես ում տղեն ես։ Գոնե դու տեղյակ ես քո հայրը իրանից ինչ է ներկայացնում։ Այս պահի համար այսքանը, սիրելի ժողովուրդ,
Ես կփորձեմ հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեմ եւ կփորձեմ ինքս մեկնել տվյալ տարածք եւ ինֆորմացիան հստակեցնել։ Շնորհակալ եմ իմ ադրբեջանցի ընկերներին եւ գործընկերներին, ովքեր օգնեցին այս ամենի բացահայտման գործում։